Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն նոյեմբերի 11-ն է եւ այսօրվա հաղորդման մեջ մենք խոսելու ենք կրկին թուրքական կործանված ինքնաթիռից, ինչպես նաեւ խոսելու ենք Փաշինյանի հայտարարություններից, Պեսկովի հրքումներից, այսինքն Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունից, Հայաստանի վերաբերյալ եւ անդրադառնանք նաեւ միջազգային մի շարք կարևոր հարցերի։ Սկսենք երևի կործանված ինքնաթիռից, որը որ մեծ իրարանցում եւ խառնաշփոթ է առաջացրել Թուրքիայի եւ Ադրբեջանի լրատվական դաշտում, մասամբ նաեւ Վրաստանի։ Այդ մասին հրապարակումներ կան նաեւ հայկական մամուլում, գիտեք, եւ վերջին տվյալներով այդ C-130 ինքնաթիռի բեռնատար ինքնաթիռի մեջ եղել են թվով 20 թուրք զինվորականներ, չնայած նրա որ այդ զինվորականների պաշտոնները հրապարակվել են, նրանց ազգանունները հրապարակվել են, հատուկ չի նշվում, թե որ զորամասից են նրանք եղել, տարբեր տվյալներով նրանք հիմնականում կոմանդոսի ներկայացուցիչներ են եղել, թուրքական կոմանդոսի հատուկ ծառայության, որոնք որ մասնակցում էին շեքերթին, Բաքվում տեղի ունենալիք այդ շեքերթին։ Նրանց թվում կային նաև օդաչուներ, խոսք կա նրա մասին, որ ինչ-որ դետալներ կային F-16 ինքնաթիռի այդ կործանված բեռնատար ռազմական ինքնաթիռի մեջ, քանի որ այդ ինքնաթիռը բեռնատար ինքնաթիռ է, եւ նոր տվյալների համաձայն նաև Էրդողանն է այդ մասին հայտարարել, Սև արկրերը գտել են արդեն, ընթանում է հետաքննություն, բայց դրանից բացի ստեղծվել է միջազգային հատուկ խումբ, որի մեջ մտնում է Վրաստան, Ադրբեջանը եւ Թուրքիան, որպեսզի հետաքննեն, թե ինչի պատճառով է այդ վթարը տեղի ունեցել եւ կործանվել է այդ ինքնաթիռը, այսինքն մոտ 28-30 կիլոմետր անցնելով ընդամենը այդ ինքնաթիռը կորցրել է իր բարձրությունը եւ ընկել է Վրաստանում։ Սիղնախից ոչ հեռու այդ շրջանում հիմնականում կործանվել է թուրքական ինքնաթիռը։ Հետաքրքիրը այն է, որ ադրբեջանական մամուլը, այսինքն Ադրբեջանում գիտեք, անկախ լրատվամիջոցներ չկան, բայց կային այնպիսի լրատվամիջոցներ, այնուամենայնիվ, որոնք որ գրում էին եւ պնդում էին, որ հնարավոր է եղել է ռուսական միջամտություն եւ ռուսների պատճառով այդ ինքնաթիռը կործանվել է։ Չնայած որ այս պահի դրությամբ որևիցե ինչ-որ պաշտոնական հայտարարություն կամ նույնիսկ ակնարկ այդ մասին չկա։ Այսպիսի իրավիճակներում շատ հաճախ ամեն ինչ քաղաքականացվում է, ես երեկ էլ իմ կողմից ենթադրեցի, որ հնարավոր է նաեւ Իսրայելի հատուկ ծառայությունների գործողություն լինի, ինչի՞ չէ, շատ ավելի հավանական է, բայց արիք նման դատողություններ այնուամենայնիվ չանենք, չեմ կարծում, որ նաև ճիշտ է այս պահին նման դատողություններ անելը։ Այդ զինվորականների մարմինները, ճիշտ է ոչ բոլորինը, տարբեր տվյալներով 18-ից 19 մարմին հայտնաբերվել են եւ տեղափոխվել են Թուրքիա, մեկ մարմին միանշանակ այս պահի դրությամբ չի հայտնաբերվել, նույնիսկ խոսքա որ երկու մարմին, տարբեր տեղեկություններ կան, կրկնեմ, տարբեր տվյալներ կան։ Այսինքն մինչև հիմա որոնողական աշխատանքները ընթանում են։ Սա կործանված ինքնաթիռի մասով։ Երեք երևի ականատես եղաք Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցին եւ հետո նաեւ հայտարարություններին, հետաքրքիրը ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցն էր, որտեղ որ ասվում էր, թե իբր Հայաստանը պլանավորում է անջատվել Մոսկվայից եւ դրա համար հացահատիկ է հիմա գնելու Ուկրաինայից, որը որ 1.5 անգամ ավելի թանկ է, քան Ռուսաստանը, եւ դա լինելու է մի քանի նպատակով, որպեսզի Հայաստանը օգնություն ցուցաբերի Ուկրաինային, բայց քանի որ այդ հացահատիկը թանկ է, Եվրոպան է ֆինանսավորելու մի մասը փոխհատուցելու, դրանով իսկ օգնելով Ուկրաինային եւ խզում առաջացնելով ռուս-հայկական հարաբերությունների մեջ անվստահություն ստեղծելով եւ նաեւ Հայաստանին օգնության ձեռք մեկնելով Եվրոպայի մասին է խոսքը։
այսպիսի հարաբերակում էր արել Ռուսաստանի հատուկ արտաքին հետախուզությունը, բայց Նիկոլ Փաշինյանը մեկնաբանելով մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ բացարձակ անհեթեթություն է, չի կարող այդպիսի բան լինել, փորձելով վերջակետ դնել այդ հայտարարությանը եւ շարունակությանը այդ թեմային, սակայն Պեսկովը Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղարուհի քարտուղար Պեսկովը հայտարարել է, որ հաղորդագրությունները երբեք անհիմն չեն, իրենց արտաքին հետախուզության հաղորդագրությունների մասին է խոսքը եւ մենք շարունակում ենք համագործակցությունը Երևանի հետ։ Այսինքն փորձել է հերքել Փաշինյանին։ Փաշինյանի ասածներն է հերքել, պաշտպանելով իրենց արտաքին հետախուզության ծառայության այդ հայտարարությանը։ Հետո Փաշինյանը կրկին արձագանքել է ու ասել է արդեն, որ Հայաստանը երբեք չի հրաժարվում Ռուսաստանի ծորեն ձեռք բերելուց։ Եվ պաշտոնապես ասում եմ, նա ասում է, որ երբեք չի հրաժարվի, բայց նույն ժամանակ Հայաստանը երբեք չի հրաժարվի տեսնելուց, թե շուկայում էլ ինչ կա, ով է ծորեն վաճառում, կա առաջարկ ծորենի։ Այսինքն Փաշինյանը հստակ ասում է, որ մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք չենք հրաժարվում ռուսական ծորենից, բայց եթե շուկայում կա այլ ավելի հետաքրքիր առաջարկ, բնականաբար Հայաստանը որպես սուվերեն անկախ պետություն հետաքրքրված է այլ առաջարկներով, հնարավոր է դրանք ավելի ձեռնտու առաջարկներ լինեն, չէ՞։ Հետաքրքիրը գիտեք ինչն է, սիրելի հայրենակիցներ, ես չեմ տեսել որևիցե պաշտոնական հրապարակում հայտարարություն կամ նույնիսկ ակնարկ, որ Հայաստանը հրաժարվելու է ռուսական ծորենից։ Տեսել եմ տարբեր բլոգերների, վերլուծաբանների մոտ տարբեր առաջարկներ, խոսքեր, մտքեր, նույնիսկ Հայաստանից որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները, որ ուկրաինական ծորեն ավելի թանկ է, դա տեսել ենք մենք։ Փաստացի ինչ է դուրս գալիս, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը արդեն իսկ չունենալով այլ տեղեկության աղբյուրներ, այլ տվյալներ, սկսել է հետևել լրատվական դաշտին Հայաստանում տարբեր վերլուծաբանների, փորձագետների, բլոգերների հայտարարություններին եւ դրանց հիման վրա սկսել է ինչ-որ կանխատեսումներ անել կամ կանխարգելիչ ինչ-որ կանխատեսումներ, որպեսզի հանկարծ այնպես չստացվի, որ հայկական կողմը սկսի ձեռք բերել ուկրաինական ծորեն։ Այսինքն հետևելով մեր նման մարդկանց աշխատանքին, այնտեղ առաջացող մտքերին, առաջարկներին փորձում են ինչ-որ կանխարգելիչ հրակատարություն ունենա եւ այդպիսի հայտարարություններ են անում։ Անհիմն հայտարարություններ, որոնց որ Փաշինյանը փորձեց վերջակետ դնել, սակայն Պեսկովը հաստատի չհամաձայնվեց Հայաստանի վարչապետի հետ եւ փորձեց շարունակել, փորձեց հակաճառել փաստացի։ Եվ ես ամենայն անկեղծությամբ վախեր եմ տեսնում, որ Ռուսաստանի Դաշնության մոտ վախեր եմ տեսնում եւ այդ վախերի պատճառով են արվում այդ հայտարարությունները, սիրելի հայրենակիցներ։ Դե ինչ, անցնենք միջազգային հարցերի քննարկմանը, այսօր շատ չեն մեր կողմից քննարկող թեմաները։ Ուկրաինայում բավականին բարդ է իրավիճակը եւ բարդացել է իրավիճակը հատկապես Սոպորոժիայի շրջանում, ռուսներին հաջողվել է գրավել 2 բնակավայր, տեղեր կան, որ Ուկրաինան ունի հաջողություններ որոշ, բայց ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշեցի, Սապորոժիայի շրջանում ունեցել է խնդիրներ, այսինքն հետ նահանջ են ունեցել, որպեսզի մեծ կորուստներ չտան եւ չհայտնվեն շրջափակման մեջ։ Պոկրովսկում եւս բարդ է իրավիճակը, գիտեք, այսինքն Ռուսաստանը փոքրիկ առաջխաղացումներ ունի եւ գիտեք, այդ փոքրիկ առաջխաղացումներով եթե Ռուսաստանը շարունակի գրավել Ուկրաինայի տարածքները, ապա տարբեր հաշվարկներով մի քանի տասնյակ տարիներ են պետք, որպեսզի Ուկրաինան ամբողջովին կարողանա գրավել Ռուսաստանի Դաշնությունը, բայց պատերազմական գործողությունները դինամիկ ձևով կարող են փոփոխության ենթարկվել, կարող է Ուկրաինան ունենա նոր հաջողություններ, կարող է ունենա Ռուսաստանը, իմիջայլոց Ուկրաինան շատ էֆեկտիվ ձևով զարգացնում է իր օդային պաշտպանությունը, նաև դրոներ են հիմա ստեղծում, որոնք որ օդում կարող են ոչնչացնել ռուսական դրոնները, դրանից բացի շատ հաջողակ ձևով հասցնում են հարվածներ Ռուսաստանի էներգետիկ համակարգին,
նավթի վերամշակման գործարաններին, բայց նույն ժամանակ Ռուսաստանը նույնպես կարողանում է շատ մեծ վնաս հասցնել Ուկրաինայի էներգետիկ համակարգին։ Ես կրկնեմ, ռազմական փորձագետ չեմ, ինձ դժվար է խոսել պատերազմներից, ավելի հեշտ է քննարկել քաղաքական գործընթացները, եւ մենք տեսանք նաեւ հիմա հայտարարություն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են բանակցությունները ուկրաինական կողմի հետ, որպեսզի պարզեն, թե ինչ կարիքներ ունի Ուկրաինան, որպեսզի պաշտպանեն էներգետիկ համակարգը, վերականգնեն նաև էներգետիկ համակարգը, որպեսզի այս ցեմերը Ուկրաինան կարողանա անցկացնել առանց խնդիրների, այսինքն լուրջ վնասներ ունի ուկրաինական էներգետիկան եւ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին օգնելու են, որպեսզի այս ցեմերը շատ բարդ չլինի Ուկրաինայի համար։ Պեսկովը հարցազրույց է տվել CNN-ին, ամերիկյան CNN-ին եւ շատ պոզիտիվ է արտահայտվել Ամերիկայի հասցեին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ասում է, որ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի Թրամփը շարունակի իր միջնորդական դերակատարությունը, իր դիվանագիտությունը պատերազմի կարգավորման մասով, ռուս-ուկրաինական պատերազմի։ Նա ասում է, որ մենք նույնպես ցանկանում ենք, որ երկկողմ հարաբերությունները բարելավեն, խորանան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանի ներքին լսարանի իրենց համար ուրիշ բաներ են ասում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները թշնամի է ամեն օրվա ռեժիմով, բայց ահա CNN-ին ասում են, որ ցանկանում են խորացնել, բարելավել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև ստեղծել նոր առևտրատնտեսական պայմանավորվածություններ, հնարավորություններ, զարգացնել այդ համագործակցությունը տնտեսական ոլորտում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ նրա խոսքով շատ մեծ պոտենցիալ ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը այդ ոլորտում համագործակցելու։ Հետաքրքիր հայտարարություն է, չէ՞, համաձայնվեք։ Ու չնայած այս հայտարարություններին, սիրելի հայրենակիցներ, ես կրկնեմ, որ ամեն օրվա ռեժիմով տեսնում եմ տարբեր հաղորդագրություններ, տարբեր վերլուծություններ, նաև պաշտոնյաների կողմից հայտարարություններ, եվրոպական հատկապես, որ կարծես պատերազմը Ռուսաստանի եւ եվրոպական երկրների միջև դառնում է անխուսափելի։ Ես չեմ ուզում հավատալ այդ ամենին։ Հույսով եմ, որ սարը պատերազմի նման այս ամենը կանցնի կգնա, բայց ահա մենք ունենք այդպիսի հայտարարություններ եւ կարծես թե իրավիճակն էլ մեզ թելադրում է մեկ բան, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը առաջ խաղացումներ ունենա Ուկրաինայում, ճիշտ է, առաջ խաղացումները հիմա շատ դանդաղ են, ինչպես նշեցի, տասնյակ տարիներ, 10 տարի չէ, տասնյակ տարիներ է անհրաժեշտ Ռուսաստանին, որ կարողանա գրավել Ուկրաինան, բայց կարող է այնպիսի իրավիճակ գալ, որ այդ process-ը արագանա կամ այդ process-ը ընդհանրապես կանգ առնի եւ հակառակ ընթացք ունենա, այսինքն պատերազմը չես կարող կանխատեսել հստակ, բայց եթե Ուկրաինան ունենա խնդիրներ եւ եթե Ռուսաստանը կարողանա առաջ խաղացում ունենա, արագ առաջ խաղացում, ապա կարող է Եվրոպան իրոք մտածել, ասեմ, պատերազմական գործողություններ սկսելու, բայց ինչ որ չափով պաշտպանելու Ուկրաինայի մնացած մասը եւ դրանով իսկ մտնել պատերազմական գործողությունների մեջ, որպեսզի կարողանա կանխարգելել Ռուսաստանի առաջ խաղացումը դեպի Եվրոպա։ Ես ամենայն դեպս այդպես եմ ամեն ինչ տեսնում, բայց հուսանք, որ ամեն ինչ դրան չի հասնի։ Հիմա ասում են, որ Ռուսաստանի տնտեսությունը ել ավելի բարդ իրավիճակում է։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի առաջ խաղացումները, այդ դանդաղ առաջ խաղացումները չեն համապատասխանում իրենց տնտեսական հնարավորություններին, այսինքն իրենց տնտեսական անկումը ավելի արագ է տեղի ունենում իմ պատկերացմամբ, քան իրենց այդ դանդաղ առաջ խաղացումը դեպի Ուկրաինայի խորքերը եւ դրա համար ամեն ինչ կարող է լինել։ Ամեն ինչ կարող է լինել, շատ անկանխատեսելի իրավիճակում կարող է հայտնվել նույն Ռուսաստանը եւ Ռուսաստանի խնդիրները ռազմի դաշտում կարող է ստեղծվեն ոչ թե կոնկրետ ռազմի դաշտից, ռազմաճակատից, այլ իրենց տնտեսությունից, դա էլ կա։ Այսինքն դժվար է միանշանակ կանխատեսումներ անել, բայց որ հռետորաբանությունը երկու կողմից շատ ավելի վատն է դարձել, սուր է դարձել եւ Եվրոպան կոնկրետ սկսել է պատրաստվել շատ լուրջ երկարատև պատերազմի Ռուսաստանի Դաշնության հետ, դա փաստ է, սիրելի հայրենակիցներ։
Այսօրվա համար այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։